Ողջույն հարգելի աղեղնավորներ, սա ձեր կանխատեսումն է մայիս ամսվա համար։ Տեսնենք ինչ է ձեզ սպասվելու մայիս ամսին, ինչ պետք է ուղեք, ինչից պետք է զգուշանաք։ Յուրաքանչյուր բան այն ինչը որ կապված է նաև բոլոր ոլորտների հետ։ Այս քարտերը մեզ այդքան էլ հարկավոր չեն, սա օգնության համար է, որպեսզի եթե վատ քարտեր լինեն, տեսնենք, թե ինչպես կարող ենք այդ հարցին լուծում տալ։ Նա միայն դրա համար է։ Եվ եթե բաժանորդագրված չեք, կխնդրեմ բաժանորդագրվեք, սեղմեք զանգակոճակը, որպեսզի բաց չթողնեք հետագա բոլոր տեսակի կանխատեսումները, եթե կան այս ալիքում։ Եվ իհարկե կխնդրեմ նաև լայքել, եթե հետաքրքրում է ձեզ կանխատեսումները նմանատիպ, որպեսզի այն ևս մարդիկ տեսնեն, մնացած աղեղնավորները ևս տեսնեն։ Թափվեցին բոլորը։ Ահա, տեսնենք ինչ է սպասվելու ձեզ։ Նաև կարող եք նայել ձեր ասցենդենտի և լուսնային նշանը նույնպես։ Տեսնենք, ինչ է սպասվում աղեղնավորներին մայիս ամսին։ Սա էր ուզում դուրս գալ, ես ոչինչ չարեցի։ Ահա, ինչ որ պահեր կան, որոնք որ կարիք կլինի հավելյալ քարտերի, բայց ընդհանուր առմամբ կարևոր ոլորտները, որոնք կան մարդու կյանքում, ես այդպես վատ բաներ չեմ տեսնում։ Ընդհանուրը դա այս ամիս ժամանակ պետք է հատկացնեք ձեզ, այն ինչը որ չեք ավարտել, դրան, որպեսզի ավարտին հասցնեք, հնարավոր է աշխատանքային ժամերը փոխեք, հնարավոր է նաև կարող աշխատանքի հետ է կապված, բիզնեսի հետ է կապված, որոշում եք տանը աշխատեք, ավելի շատ այս ամիս ոնց որ վերջին րոպեներին, արվող ինչ որ բաներ կարող եք անել, որ պետք է հասցնեք, շատ արագ անեք, ավարտեք։ Նաև ժամանակն է հետևել ձեզ, աշխատել, ժամանակ հատկացրեք ձեզ, ձեր առողջությանը, պետք է կարողանաք բալանսավորել ժամանակը, որ ամեն ինչ հասցնեք այս ամսվա ընթացքում, յուրաքանչյուր բան, որ ինչ որ մի բան չմնա ուղղակի հենց այնպես կողքից։ Գումարի հետ կապված անսպասելի կամ կարող եք գումար ստանալ, կամ կարող եք գումար ծախսել եւ շատ մեծ։ Կտրուկ ոչ մեծ գնում կամ առանց մտածված նաև այդ պահին տեսակ հավանեցիք, արժեքը ոչինչ, որ մի քիչ թանկ է, բայց ուզում եք եւ կարող եք գնել։ Սա նաև դուք ինքներդ կարող եք հանել, կտրել, վերացնել ձեր որևիցե եկամտի աղբյուր։ Միգուցե իրոք այնպիսի եկամտի աղբյուր էր, որ պետք չէր, որովհետև նա ձեզ իրոք եկամտի աղբյուր չէր, այլ եկամտի ծախս։ Եվ դրա համար հանում եք դա ձեր կյանքից, այսինքն նա ձեզ այլևս պետք չի։ Ձեր ժամանակից է խլում, բայց ձեզ օգուտ չի տալիս, եւ դրա համար կարող եք հանել։ Գումար կարող եք ծախսել վիրահատության համար, գումար կարող եք ծախսել նաև այստեղ Դե ուշադիր եղեք ամենայն դեպս սուր գործիքների նկատմամբ, այդպես, նաև այդպես ասեմ, մնացածը արդեն ինձ թվում է հասկանալի է։ Ձեր շրջապատի մարդկանցից ոմանց կարող եք կորցնել, կարող են գնալ,
կարող է այլևս չվստահեք իրենց, որովհետև զգաք ովքեր են եւ այլևս չվստահեք իրենց։ Կորցնեք հարաբերությունները, կորցնեք այդ մարդկանց, կորցնեք խոսքով հույսը, որ դնեք իրենց վրա։ Այստեղ նաև քույր եղբայրն են, հարևանը նույնպես։ Եթե սիրում եք գորգրալ, ապա սա արդեն կարող է լինել հեղինակության կորուստ հարևանների մոտ։ Եվ քույր եղբոր հետ կապված եւս պետք է շփում այստեղ շատ ուշադիր լինել։ Ինչ ուզում ասել սա։ Հատկապես սա վերաբերվում է այն շրջապատին, ում հետ որ դուք աշխատում եք, ում հետ որ դուք մշտապես առնչվում եք։ Դա, այստեղ նայեք, դա եւս հեղինակությունն է մարդու, եւս կարող եք կորցնել։ Փորձեք, եթե ինչ-որ մի բանը չեք կարողանում, նյարդայնանում եք, զսպել ձեզ, միգուցե նաև դուք ինքներդ եք ուղղակի արդեն ձեր շրջապատող մարդկանց չվստահում եւ ինչ-որ մի բան կիսվում իրանց հետ։ Միգուցե իրոք քույր եւ եղբոր հետ էլ չեք կիսվում։ Հավանական է, հնարավոր է, որ զգում եք, որ ասում են իրենց շրջապատին, զգում եք, որ չի լինում ինչ-որ մի գաղտնիք պահել եւ դրա համար կարող եք նաեւ չկիսվել իրանց հետ։ Այստեղ եւս պետք է ուշադրություն դարձնեն ձեր քույրը, եղբայրը իրենց առողջությանը նույնպես։ Պետական հիմնարկության կապված հարցեր ունեն, այնտեղ պետք է գնան, այնտեղ մանր-մունր խնդիրներ կան, որոնք որ պետք է լուծեն։ Նույնը եւ դուք կարող ունեք այս ամիս խնդիրներ մանր-մունր, այդպես շատ մեծ գլոբալ խնդիրներ չեն ձեր շրջապատող մարդկանց հետ, ձեր հարևանի հետ դա կարող է լինել եւ անընդհատ վեճ ու վեճը կարող է ազդել անմիջապես ձեր հեղինակության վրա։ Այդ մանր այնտեղ քիչ թող երեխան վազեն, քիչ թող օրինակ ես տեղափոխվել եմ մեկ այլ տեղ, իհարկե արհեստանոցը գիտեք, եւ կողքի հարևանը մշտապես առավոտյան ժամը 6-ին, գիշերը ժամը 10-ին, 11-ին հեռուստացույցը այնքան է բարձրացնում, որ ես այստեղ լսում եմ, որտեղ ինքը բավական հեռու է իր դուռը, ես այստեղ լսում եմ, դրա համար կարող է 1-2 դիմես, անհանգստացնում ես եւ այլն, եւ հետո այստեղ իրոք խնդիրներ լինի եւ ուշադրություն դարձրեք այդպես նաեւ ձեր հեղինակությանը։ Այստեղ կարող է գիտեք նաեւ ոմանց մոտ ժառանգության հետ կապված հարցեր են։ Եվս էլի մանր-մունր խնդիրներ են քույր եղբոր հետ կապված։ Միգուցե ամեն մեկը կամ իրանք են ուզում ժառանգություն, իրանց է հարկավոր, եւ դուք ստիպված եք կիսել, ստիպված եք օրինակ դուք եք ծնողի հետ ապրում, եւ դուք ստիպված եք կիսել այդ տունը, վաճառել, որպեսզի գումարը տաք։ Դա է եւս մանր-մունր խնդիրները պետականորեն նաեւ ձեր քույր կամ եղբոր հետ։ Նաեւ կարող եք այս ամիս գնալ ձեր հայրենիք, եթե հեռու եք, կամ պատրաստվել, տեղափոխվել մեկ այլ տուն, մեկ այլ բնակարան, ձեզ մոտ ամեն օրվանի մեջ կա բնակարանի հետ կապված հարցեր, հիմա եւս էլի կա բնակարանի հետ կապված հարցեր։ Միգուցե իրոք պետք է տեղափոխվեք, միգուցե իրոք այդ բնակարանը լավը չէ։ Կամ տուն եք գնում, կամ վաճառում տեղափոխվում եք, կամ տեղափոխվում եք ձեր ծնողների մոտ, տեղափոխվում եք, կամ եթե դրսում եք գնում եք հայրենիք, այնտեղ միգուցե բնակվելու համար։ Նաեւ ընտանիքի անդամներից ոչ մեկը կարող է գնալ ուրիշ տեղ ապրի, տանից գնա, առանձին ապրի, կամ հենց գնա մեկ այլ երկիր այնտեղ ապրի։ Եթե տան հետ կապված ինչ-որ հարցեր ունեք, ապա այդ գործերը առաջ կմղեք, ի վերջո կտանեք առաջ, ոնց որ դոփում են նույն տեղում, ինչքան ժամանակ է ձեզ ասում եմ դա անընդհատ նույն տեղում է եւ անընդհատ պետք է ուղղել, անընդհատ պետք է կարգավորել եւ հիմա այս ամիս դուք կկարողանաք այդ գործերը ի վերջո առաջ տանել։ Եթե տուն եք փնտրում, եթե տարածք եք փնտրում, եթե ընտանիքի հետ կապված խնդիրներ կար, ապա դա այդ հարաբերությունները այդ ամենը առաջ կտանեք, կկարգավորեք ի վերջո։ Երեխաները ձեզ էմոցիաների կբերեն, ինչ-որ բաներ տեղի կունենա իրենց մոտ, որ էմոցիոնալ կլինեք, միգուցե ուրախությունը, միգուցե բարկությունը։
Երկուսն էլ հնարավոր է չեմ ուզում հավելյալ քարտ, որովհետև չեմ կարող բոլորին ասել, որ լավ է լինելու օրինակ, հա, կարող է իրոք բարկացնում են ձեզ, կարող է ինչ-որ մի լավ բան է կամ ավարտական երեխա ունեք եւ նա ձեզ ուրախացնում է։ Իրենք կարող են գնալ ռոմանտիկ ժամադրությունների, այդպես իմանաք, որ ձեր աղջիկը կամ տղան ընկերուհի ունեն, ընկեր ունեն եւ գնում են ռոմանտիկ ժամադրության, ինչպես արդեն այդ հարաբերությունները եւ դա եւս ձեզ էմոցիոնալ է։ Նա երեխաները կարող են ձեզ ինչ-որ գաղտնիք ունենալ, գաղտնիք պահել եւ լիարժեք ձեզ չպատմեն ինչ-որ հարցի հետ կապված։ Կարող դուք զգալ ուղղակի, որ իրենք ինչ-որ մի բան թաքցնում են ձեզանից, այդ զգացողությունը կլինի այս ամիս։ Առողջության հետ կապված ոմանց մոտ սա հղիություն է, ծննդաբերություն, նույնպես ոմանց մոտ սա փոփոխություն է առողջականի հետ կապված։ Դա ընդհանրապես այս քարտը դեպի լավն է ցույց տալիս փոփոխությունը, այնպես որ եթե խնդիրներ կային, ապա փոփոխությունը սպասեք դեպի լավը, ոչ թե դեպի վատը։ Դե իրոք այստեղ ավելի կարող եք դա անգամ եթե վերածենք, որ ձեր առողջությունը հիանալի է, այստեղ կարող է լինել հղիություն, ծննդաբերություն ձեր երեխաների մոտ, դա մար կարող է էմոցիոնալ լինել, ձեր հարսը կարող է հղիանալ, այսինքն տունը երեխա ծնվի տանու մեջ, հա, կապ չունի այս պահին, դուք եք թե ոչ, տան մեջ երեխա է լինում, բայց այս դեպքում արդեն եւս ձեր առողջությունը հիանալի է։ Հարաբերություններում եւս հիանալի, մեկը մյուսին հասկանում է, մեկը մյուսին աջակցում է, խոսակցություններ չկան, ավելորդ վեճեր չկան, զույգերի մոտ նույնպես եւ կարող է շատ լավ հակառակ սեռի ներկայացուցչի հետ ծանոթանաք, ով որ ձեր կյանք հաջողություն կբերի, ով որ նոր դռներ կբացի ձեր առջև, դուք ինքներդ ձեզ ավելի լավ ճանաչեք, ինչ-որ մի բան, որը իրոք ձեզ այդպես ինչեւ ականջները կբացի ձեր բերանը եւ անընդհատ այդպես ուրախ կլինեք, իսկ ովքեր որ հարաբերությունների մեջ են ամուսնական, բացարձակ ոչ մի խնդիրներ դուք չունեք հարաբերությունների մեջ, դեռ մի բան էլ կամ ձեր զույգի մոտ հաջողություն կլինի կամ իրար հետ որևէ հաջողության կհասնեք դուք եւ ձեր զույգը մեկը մյուսին աջակցելով։ Բացարձակապես այստեղ ոչ մի տեսակի, ոչ մի խնդիրներ չունեք։ Եվ նաև փաստաթղթերի հետ կապված անընդհատ կապը կլինի ոչ տղայի հետ, տղամարդու հետ, միգուցե իր հետ կապված փաստաթղթերն եք կարգավորում ձեր տղան է, դպրոցի հետ կարող է կապված է դա։ Նաև աղջիկների համար սա նոր ծանոթություն է հակառակ սեռի ներկայացուցչի հետ, բայց միմիայն դա հիմքում ինտիմ հարաբերություններն են, ոչ թե լուրջ հարաբերությունները։ Ձեր երկրորդ կեսի մոտ կարող է որևիցե փոփոխություններ լինեն, յուրաքանչյուր ոլորտում դա կարող է լինել այդ փոփոխությունը, դա կարող է լինել ձեր տղայի մոտ, ձեր հայրիկի մոտ, եթե դուք ամուսնացած չեք, այսինքն այն մարդու մոտ, ով որ ձեզ պահում է ոնց որ։ Եվ դե փաստաթղթերը ինքը կարող է լուծել, անընդհատ կարող է գնաք այդ տղայի մոտ, որ ինչ-որ հարցեր լուծեք, միգուցե վարկ է ձևակերպում, միգուցե մեկ այլ հարց է, եւ հա, անընդհատ պետք է հանդիպեք այդ տղային, որպեսզի այդ հարցերը լուծեք։ Եվ ճանապարհորդելու հետ կապված հնարավոր է, բայց դեռ պատրաստվում եք, ինձ թվում է այս ամիսը, ավելի շատ ոնց որ տանից տուն եք տեղափոխվում, քան պատրաստվում եք ճամփորդության, եթե գնաք ապա ծնողների մոտ, եթե գնաք ապա ձեզ պետք է հրավիրեն, որ դուք գնաք, հենց այնպես ինձ թվում է դուք այդ, որտեղ պետք է հասունանա այն պահը, որ դուք ցանկանաք գնալ ճամփորդել, իսկ հիմա ոնց որ թե այդքան էլ ժամանակը չէ, միգուցե պատրաստվում եք, միգուցե որոշում եք, կարող է ավելի շատ լինի կարճ, ոչ թե միտեղ, այսինքն ձեր շրջապատի հետ գնաք կամ կոլեկտիվով աշխատանքի հետ ինչ-որ մի տեղ, բայց ոչ ինչ-որ հատուկ ճամփորդության, ինչ-որ մի տեղ, որտեղ կամ ընկերական շրջապատով կհավաքվեք, կգնաք կամ մեկ օր կմնաք այնտեղ, ինչ-որ քեֆ ուրախություն կանեք, կամ ինչ-որ իրենք ձեզ պետք է հրավիրեն այդտեղ, որպեսզի դուք գնաք։
Այնպես միայնակ ոնց որ չեք գնալու վեր կանաք ու գնաք ճամփորդության այդպես այս ամիս։ Դե ընտանիքի անդամներից մեկը կարող է գնալ, նաև կարող է գալ։ Դա հնարավոր է այստեղ։ Եվ ոմանք, ովքեր որ աշխատանք են փնտրում, հավանականությունը շատ մեծ է, որ կարող եք ոչ պայմանագիր կնքել իրենց հետ, աշխատանքային պայմանագիր է սա, նաև գործարք է, որը կարող եք կնքել, ինչ որ աշխատանք է, որ մայիս ամսվա ընթացքում մշտապես այդ աշխատանքը կանեք, այդպես անընդհատ նույն աշխատանքը ու նույն աշխատանքը այդպես մշտապես կամ ինչ-որ մարդիկ կարող են ձեզ պատվիրել նույն բանը եւ անդադ անեք կամ ինչ-որ մի աշխատանքի վայր կընդունվեք, որտեղ ոչ թե մի քանի գործողություններ կանեք, այլ հստակ մեկը ոնց որ հստակ ինչ-որ մի բան, հա, sense բան եք անելու դնեք ոնց որ անընդհատ նույն բանը կրկնողությանը կրկնությունը գիտության մայրն է այդպես։ Մեծ այստեղ գործարք կարող եք կնքել եւ բիզնեսի հետ կապված, եւ աշխատանքի պայմանագիր կնքեք, խոսքով այստեղ հիանալի է ձեր աշխատանքի հետ կապված, եթե փնտրում եք, ապա գնացեք, մայիսը ձեզ համար հաջողություններով լի ամիս է աշխատանքի բերումով, բիզնեսի բերումով նույնպես, եւ կարող եք ինչ-որ մի բան արտադրել, ինչ-որ արտադրություն լինի դա, եւ հստակ, հա, ոնց որ որոշեք, ինչ-որ մի բան եք ստեղծում, ոչ թե մի քանի բան, օրինակ, ահա, լուցկի եք ստեղծում, վերջ, լուցկին վաճառում եք այս ամիսը, ստեղծում եք եւ վաճառում եք մի բան հստակ։ Եվ այս ամիս ընկերների հետ բավականին շատ շփում կունենաք, այնտեղ դեր շրջապատող մարդկանցից մի փոքր այդտեղ ասեցի արդեն, ընկերները եւս կարող են համարվել ինչ-որ չափով ձեր շրջապատի մարդիկ, բայց ձեր շրջապատի մարդիկ օրինակ էլի եմ ասում, ձեր հարևանն է, որ ձեզ ավելի մոտիկա տակ, ի վերևի հարևանը, քույրը, եղբայրը, իրենք են ավելի շատ եւ ձեր շրջապատող մարդիկ, այդ տարածքի մարդիկ, այդ շենքի մարդիկ։ Ընկերների հետ իսկ շատ ավելի կխոսեք եւ եւս պետք է հաշվի առնենք ինչ որ չափով շրջապատ որպես եւ շատ բան մի կիսվեք, որովհետեւ շատ բան կարող եք խոսել եւ շատ բան նաեւ պատմել իրենց ձեր կյանքի մասին։ Այնտեղ նաեւ մի փոքր կարող է լարվածություն է լինել ընկերների հետ, գուցե կարող վիճել, լեզվակռիվ իրար չհասկանաք, ինչ-որ մի քաղաքական հարցերի հետ կապված լինի, մեկ այլ հարցերի հետ կարող է կապված լինել եւ իրար չհասկանաք այս մայիս ամսվա ընթացքում, ընթարեք, որ չվիճեք իրար հետ։ Նաեւ բամբասանք է ձեր ընկերական շրջապատում, գուցե ինչ-որ մարդիկ ընկերություն են անում ձեզ հետ, բայց նաեւ բամբասում են կողքից, հա, դա իրանց չի խանգարում բամբասել ձեր մասին։ Համար զգուշ եղեք։ Ընկերներից ոչ մեկը կարող է հեռանալ ձեզանից, ընկերներից ոչ մեկը կարող է գնալ օտար երկիր, կամ դուք հանեք իրենց ձեր կյանքից, հարկ չկա ոնց որ իրանց հետ շփվել։ Եթե օգնություն պետք լինի, ինչ-որ մարդիկ կօգնեն, ինչ-որ մարդիկ ձեռքերը կլվանան եւ չեն աջակցի։ Խնդիրները, վախերը կան անցյալի հետ կապված։ Խնդիրները գալիս են անցյալից, որովհետև չեք լուծել այդ խնդիրները։ Վախերը եւս գալիս են անցյալից։ Գուցե ինչ որ գաղտնիքներ են եւս էլի։ Ամեն ինչը անցյալից է։ Անցյալում ինչ որ բաց թողումներ կան։ Դրա համար կարող եք հիմա վախենալ դրանից, դրա պատճառով։ Չեք լուծել նախկինում որևէ հարցեր, հիմա էլի եկել են, եւ հիմա պետք է լուծեք։ Գոնե հիմա լուծեք, մի տարեք ձեզ հետ, կամ մայիս, կամ գոնե, հա, այս տարի ոնց որ ասում են, լուծեք, մի թողեք այն մնա։ Գոնե հա արեք ինչ որ մի բան։ Որտեղ այստեղ ժամանակներ եւս ինչ որ իրոք ժամանակ հատկացրեք այդ խնդիրները լուծելու համար, որ իրենք չգան ձեզ հետ, ոչ այն հետո ես 1 տարուց հետո սա է լինելու անցյալ, որը չարեցիք, էլի։ Դրա համար եթե հնարավոր է, ապա արեք։ Հնարավորինս արեք, ավարտեք։ Որովհետև վախենելը դրանից գալիս, այ ինչ որ մի պարտքատիրոջ օրինակ, հա, օրինակ եմ բերում։ Ինչ որ պարտքատիրոջ չտեսնեմ, այս թաղամասում էր ապրում,
ահա հիմա ես թաղամասում է աշխատանքս եւ այլն, հա, վախերը ահա եկան, խնդիրները եւս չկարել գալիս են, գաղտնիքները եւս անցյալում ինչ որ մի գաղտնիք եք ունեցել եւ հիմա միամիտ հանդիպել եք այդ մարդուն եւ մտածում եք, վախենում եք, այդ գաղտնիքը կարող բացահայտել նա։ Ուղղակի որոշի եւ բացահայտի։ Դրա համար լուծեք որքան հնարավոր է արագ այդ հարցերը։ Որ ասեմ ինչ որ բարդ ամիսեր չի ասի։ Դե իմը շրջապատող մարդիկ են, դե գիտեք, եթե ապրում եք շրջապատի եւ հասարակության համար, այդ խնդիրը ձեզ համար է։ Նա ապա պետք է իրոք ամեն բառը չափված ձևած լինի։ Եթե չէ, ուրեմն ամեն մեկ իր ճանապարհով, իր խելքով ու իր դատին։ Ես ինչ որ հատուկ խնդիր չտեսա ձեզ մոտ։ Եթե դուք տեսաք, ասեք։ Ես խնդիր չտեսա, որ մայիս ամսին դուք ոլորտում խնդիր եք ունենալու։ Միայն վախերն է, անցյալից խնդիրներն է, որոնք որ եթե լուծեք, ապա ոչինչ չի լինի։ Իրոք ժամանակը այստեղ դրա համար է տրված ձեզ։ Այո, եկել է ժամանակը լուծելու բոլոր խնդիրները։ Այսքանը ձեզ համար թող որ մայիս ամիսը լինի իրոք վերջնակետի ժամանակ, ունենք 2 լիալուսին եւ 2 լիալուսների ժամանակ վերջնականապես ավարտեք ձեր հարցերը, ձեր խնդիրները թողեք անցյալում, ոնց որ լուծեք նոր թողեք անցյալում, որտեղ միշտ վերադառնում են, եթե չենք լուծում։ Եվ կարող եք արդեն իրոք մնացած ժամանակը հատկացնել ձեր կյանքին։ Այսքանը լավ եղեք։